Մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյան արգել է հեռուստադիտողներ և վերլուծությունների ժամանակն է, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Հռոմի նոր պապ ունենք, Լեո 14-րդ, դիտեցիք արարողությունը, իրադարձությունների զարգացումը, ինչպես հայտարարվեց և ձեր տպավորությունը։ Արդեն նախագահ Թրամփն էլ շնորհավորեց։ Բնականաբար, եկեք մի հետաքրքիր բան ասեմ, մենք իրականում ապրում ենք հիմա շատ դժվար ժամանակներում, շատ ծանր իրականում, բայց քաղաքական վերլուծաբանների համար շատ հետաքրքիր։ Եվ այո, դե հիմա այդպես է ստացվել։ Չէինք ուզենա, որ այդպես լինի։ Ոչինչ որ ծանր լինելու պատճառով, բայց այդպես։ Այո, դե հիմա այդպես է ստացվում, որովհետև մենք կարծում եմ հիմա գտնվում ենք նոր աշխարհակարգի ձևավորման չասեմ արդեն ակունքներում, գուցե արդեն սկսված պրոցեսի մեջ ենք մենք հիմա, և այս իմաստով Հռոմի պապի ընտրությունը ես չեմ կարող ասել, որ այն քաղաքական չի, ընդհանրապես, բնականաբար այդպես չի։ Իմ խորին համոզմամբ դա նաև քաղաքական ենթատեքստ ունի։ Մի անգամ էլ փաստեց Ամերիկայի զորությունը։ Հիմա հիշենք ինչ ասեց Թրամփը մի քանի օր առաջ, ասեց Հռոմի պապ ես կլինեմ։ Բոլորը ուղիղ ընդունեցին, բոլորը այսպես ծաղրեցին, ճիշտ է, բայց ես միշտ այդ դեպքերում ասում եմ, եկեք չշտապենք, ուրեմն մենք չենք կարող, ես ամեն դեպքում տեսեք շատերը այսպես մեղադրում են, ասում են, հիմա էլ չէ հակառակողությունն է, այն ժամանակ երբ որ ասում էի պետք չի հայկական համայնքին կոչ էինք անում, ասում ենք այդ ամենանիվ Հայաստանի համար անկանխատեսելի է լինելու, Թրամփը շատ ավելի խիստ է լինելու, դեմոկրատների պես Փաշինյան հետևից չի ընկնելու եւ այլն, այսպես բան էին անում, չէ՞, մեզ քննադատում էին կամ ինձ քննադատում էին, թե Թրամփը, մեր Թրամփը, այս ինչ ես անում, այս ինչ ես խոսում եւ այլն, չէ՞։ Հիմա էլ հակառակողությամբ ակնում, բայց ես Թրամփին պաշտպանում եմ։ Էլի այս ծայրահեղության մեջ է, ես Թրամփին չեմ պաշտպանում իրականում, ես փորձում շատ օբյեկտիվ, այո, որտեղ ես կուսակցական չեմ եւ հետեւաբար տեսեք, բայց կներեք իրականում երբեք էլ չեմ կարծել, որ Թրամփը հիմար է, երբեք այդպես չեմ մտածել, որովհետեւ այսօրվա առևտրի համաձայնագիրն էլ դրա մասին է։ Այո, եւ այսօր խոսանք, այ չէ, ճիշտ եք ասում, շատ տեղին ընդհատեցիք, շատ տեղին մեջ բերեցիք, այո, Մեծ Բրիտանիայի հետ պայմանագիր ենք ընկել։ Այսպես կան, չէ, տարկ ինչ-որ հատկապես ռուսալեզու հարթակում ինչ-որ վերլուծաբաններ կան, որ իրանց դրել են տես գիտակի տեղ, ինչ-որ նախկին KGB-ի աշխատողներ են, ինչեր են եւ այլն, այն որ բան, չգիտեմ, Թրամփը պարտվեց, Թրամփը սենց էր, Թրամփը հաշվարկ չունի, Թրամփը դան եւ այլն։ Իհարկե կան բնականաբար որոշ հարցեր նշանակումների հետ կապված, թիմակիցների հետ կապված եւ այլն, բայց երբ որ ինքը ասում էր ես եմ Հռոմի պապը, չպետք էր հասկանալ ուղիղ, պարզվեց, որ իրականում ինքն է Հռոմի պապը, այո, եւ ըստ էության Ամերիկան ունեցավ Հռոմի պապ, Ռոբերտ Պրիվոստը, որը Չիկագոյից տեղափոխվել Պերուից գնաց արագ դարձավ կարդինալ Ֆրանցիսկոսի ժամանակ, ընդ որում վերջին տարիներին Ֆրանցիսկոսը արդեն տենց առանձնապես լավ վիճակում չէր, տենց շատ արագ այսպես տարան առաջի կարելի ասել, սարքեցին կարդինալ, 23 թվականն է կարդինալ դարձավ Հռոմի պապ։ Փաստորեն ստացվեց, որ այո, Միացյալ Նահանգները ուժեղացնում էր դիրքերը կաթոլիկ աշխարհում եւ նաեւ բնականաբար մենք պետք է հասկանանք, որ Վատիկանը, այո, եւ բնականաբար պետք է հասկանալ, որ Հռոմի պապը ընդհանրապես ուղղակի տենց բան ֆիգուր չի, դա Վատիկանի համակարգը, դա լուրջ համակարգ է, ֆինանսական լուրջ համակարգ է, շատ լուրջ կապերով և հուսամ, որ այս ընտրությունը նաև ինչ-որ չափով կնպաստի Եվրոպայի և Միացյալ Նահանգների հարաբերությունների կարգավորումն, այդ իմաստով Միացյալ Նահանգները կարգավորումը սկսվեց այսօր հուսանք, այո, Եվրամիություն չէ, բայց գոնե Եվրոպա։ Այո, և այստեղ ընդ որում այնքան հետաքրքրական է, որ որոշ բաների վրա տարիֆներ թողնվել են, որոշ բաներից հանվել զրոյացվել են ընդհանրապես, այսինքն ամերիկյան տնտեսությունը համագործակցության առումով անցավ շատ ճկուն համակարգի և սկսեց ուրեմն որոշ տեղեր զրոյական տարիֆներով աշխատել, միացյալ թագավորության մասին որոշ տեղեր, ասենք, թողեց տարիֆները կամ իջեցրեց տարիֆները, ավելի շատ օրինակ է, ավտոմեքենաների հետ կապված, գիտեք, եւ մետաղների հետ կապված, Մեծ Բրիտանիայի հետ այսպես պայմանավորվածությունների, այո։ Մի խոսքով, եւ այս իմաստով պետք է հասկանալ, որ առաջին քայլը տեղի է ունեցել, հաջորդը պետք է լինի ըստ էության, ենթադրում եմ Իտալիան, Ես սպասենք այդ, չէ, չգիտեմ, ես ենթադրում եմ, որտեղ հասկանալիս այս վերջին իրադարձությունների բանով, ես չեմ բացառում, որ հաջորդը կարող է լինել Իտալիան,
Եվ բնականաբար, բայց Իտալիան քանի որ Եվրամիության մեջ է, ես կարծում եմ, որ այդուամենայնիվ Եվրամիությունը, ասենք, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա եւ այլն, եւ Եվրամիության հետ կապված հուսանք, որ դա կլինի էլի նույն տրամաբանությամբ կլինի, որտեղ որ զրոյական տարիֆներ, որտեղ որ այսպես կկիչեցնեն տարիֆները, եւ մենք հիմա տեսնում ենք հետաքրքրական մի իրադարձություն, երբ որ աստիճանաբար, որ ասում զրոյից իբր ցույց տվեցին, որ զրոյից այսպես քանդում են, նորից սկսում են դաշինքներ ձևավորվել կամ զրոյից սկսում են նորից ճամբարներ ձևավորվել։ Գնալու են գովազդի, բայց նաև նշենք, որ մերձի իզուր չէր, որ երեք Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը ասեց, այս երեք պետությունների անունները Ֆրանսիա, Իտալիա, ներողություն, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն եւ Գերմանիա։ Գերմանիա, գուցե։ Գնանք գովազդային դաթարի։ Բայդուբայ դաթեյեմ, այո, բայդուբայ դաթեյեմ։ Դարձեք անշարժ գույքի սեփականատերը Դուբայում բայդուբայ դաթեյեմի օգնությամբ եւ մենք ապահովենք Արաբական Միացյալ Էմիրությունների ձեր ռեզիդենտության քարտը։ Արաբական Էմիրություններում առանց տոկոսագումարի ձեռք բերեք անշարժ գույք սկսած $140,000-ից, ստանալով մինչև 15% եկամուտ բայդուբայ դաթեյեմի օգնությամբ։ Մեզ հետ կարող եք կատարել եզակի ներդրումներ Mercedes-Benz, Bugatti, Burj Khalifa եւ Դամակ ճարտարապետական գլուխգործոցներով հայտնի MR եւ Bugatti-ի հեղինակավոր կառուցապատողներին պատկանող անշարժ գույքի շուկայում։ Կատարեք ձեր ներդրումը ֆինանսական ժամանակակից երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, ոսկեփայլ լողափերի եւ ֆինանսական բարձունքներ նվաճելու քաղաքում։ Բայդուբայ դաթեյեմ։ Ես կարծում եմ, որ այո։ Հիմա գնանք քաղաքականացված Մոսկվա եւ այնտեղի հանդիպումներին այս օրերին։ Այո, Մոսկվայում տեսեք, Սի Ցզինպինը, տեսեք, որ ասում ճամբարները արդեն սկսում են ձևավորվել, շատ հետաքրքիր է, Ուկրաինան պայմանագիր է կնքում ԱՄՆ Միացյալ Նահանգների հետ։ Ընդ որում Թրամփը հայտարարում է, որ շուտով հանդիպելու է կամ խոսելու է Զելենսկու հետ։ Երևի խոսելու է, ասած խոսելու է։ Այսպես այո։ Լավ նշան է։ Ջեյդի Վենսը երեք ասաց, որ Պուտինը չափից շատ է պահանջում խաղաղություն հաստատելու համար եւ ասում է, որ իր պահանջները կարծես թե չափից շատ են Ամերիկայի համար եւ անընդունելի։ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններ են կարգավորվում, աստիճանաբար տարիֆային պատերազմը, այսպես սկսում է ինչ-որ հանգուցալուծումներ տալ, այո։ Ճիշտ է, Կանադայի հետ այդպես դեռ հաջող չստացվեց, բայց հուսանք, որ զարգացումները կշարունակվեն դրական ուղղությամբ, հա։ Հետևաբար ճիշտ է, Եվրամիությունը կրկին այսպես հակադարձել է, սպառնացել է, որ ինքն էլ պատասխան մեծ տարիֆներ կմտցնի, բայց դրանք բանակցային խաղեր են, միևնույնն է, եկեք չմոռանանք, որ արևմուտքի շահերը շատ հարցերում համընկնում են։ Միացյալ Նահանգները առանց Եվրոպայի է թուլանում, սարսափելի, Եվրոպան շատ թուլանում է առանց Միացյալ Նահանգների։ Հետևաբար այս միասնությունը շատ կարևոր է այն առումով, որ մենք միասին են, արևմտյան աշխարհը զորեղ է միասին։ Սա այսպես։ Հիմա ինչ տեղի ունեցավ։ Երբ որ Թրամփը երեք հայտարարեց, որ այո, ես համաձայն եմ Ջեյդի Վենսի հետ եւ մենք ինչպես երևում է շուտով պետք է ծանր որոշումներ կայացնենք, ես այսպես միանգամից այսպես չասեմ, ասեց ես happy չեմ լինի դա անելու համար եւ միտքը դա էր, որ շուտով պետք է ծանր որոշումներ կայացնենք եւ դրանից հետո անոնս արեց, որ Զելենսկու հետ է խոսելու եւ ըստ էության բնականաբար ես մի քանի անգամ ասել եմ եթերում ուրեմն Տրամփի ամբողջ նախընտրական քարոզարշավի եւ հետո դրվելուց հետո Պուտինի կոմպլիմենտները միայն եւ միայն իմ խորին համոզմամբ վերաբերում էին Ռուսաստանին, Չինաստանին պոկելուց, բայց Ռուսաստանը արդեն այնքան ստրկական կախվածության մեջ է Չինաստանից, որ դա պոկելը անիմաստ էր եւ աստիճանաբար Միացյալ Նահանգների պաշտոնյաների մոտ գալիս է այդ գիտակցումը, այսինքն ինչ արվեց, Պուտինին տրվեց շանս եւ ըստ էության հակամարտությունները խորանում են։ Դուք տեսեք Ռումինիայի ընտրությունները։ Դուք տեսեք ինչ մեծ պայքար է գնում։ Ինչու այս նոր Սիմեոնը հայտարարեց Ջորջեսկուն պրոպուտինյան տեխնացու էր։ Սիմեոնին պաշտպանում է Ջորջեսկուն, բայց նա հայտարարում է, որ ես տրամփիստ եմ եւ այլն։ Իրականում այսպես արագ կաշին չեն փոխում։ Սա էլի մանյովր է, որովհետեւ այստեղ Ռումինիայի այդ աճծայրահեղականներն չեն հասկանում հիմա ում հետ պետք է լինել, այսինքն Սի Ցզինպին, Թրամփ, այստեղ մեծ հաշվով իրանց համար էլ է պարզ արդեն, որ Պուտինը դերակատար չէ եւ աստիճանաբար այո, բայց Պուտինը ում կողմից է խաղում, բնականաբար Չինաստանի կողմից է խաղում այս պահի դրությամբ եւ այսպես մենք չենք ասում, որ Պուտինը ոչ մի բան չի կարող, չէ, ի վերջո այդ հետախուզական հնարավորությունները, այդ նավթադոլարները, այդ ամեն ինչը դեռևս շարունակում են ուրեմն աշխատել բնականաբար, բայց արդեն առանց Չինաստանի
Ռուսաստանը շատ ծայրահեղ իրավիճակում կհայտնվի եւ դրա վառ ապացույցն է, որ Պուտինը խնդրել է Սի Ցզինպինին բերել չինական գործարաններ դնել արտադրություն դնել Ռուսաստանը, որտեղ եւ մարդկային կապիտալի խնդիր ունեն, ռեսուրսների եւ տնտեսության սարսափելի ճգնաժամի առաջ են կանգնած։ Իհարկե Սի Ցզինպինը այսպես սախորժակը, որտեղ միշտ բոլոր խելացի վերլուծաբանները համարել են ռուս, որ իրենց համար վտանգը ոչ թե արևմուտքն, այլ Միացյալ Նահանգները, որ օվկիանոսից այն կողմ գտնում, այլ Չինաստանը, որը Ռուսաստանի բնակչությունից 10 անգամ, 11 անգամ ավելին ասեմ, որտեղ ես չեմ հավատում, որ Ռուսաստանը 140 միլիոն է եւ դա ասում են շատ հենց իրենց սոցիոլոգներ եւ այլն, ուրեմն եւ Ռուսաստանից, այսպես ասենք, այսպես Չինաստանը մոտ 1.5 միլիարդ է, Ռուսաստանը տարբեր տվյալներով 100-ից 120 միլիոն է, դե պատկերացրեք 15 անգամ, ինչքան, չգիտեմ, մաթեմատիկայից լավ մարդիկ կան, թող հաշվեն։ Եվ այս իմաստով հեռավոր արևելքը արդեն Չինաստանը յուրացնում է։ Հիմա խնդրում է բերել, բայց էդ էլ գիտեք ինչ, հիմա էլ հայտարարությունն է, հռչակագիր են ստորագրել, ձևական, բայց սա այդքան ձևական չի, ինչքան այսինքն ենթակայություն, վասալական ենթակայության ցուցադրում Սի Ցզինպինին, որտեղ Սի Ցզինպինը եկավ հասավ, այստեղ եւ այլն, Պուտինի համար դա շատ կարեւոր է։ Եվ մենք տեսնում ենք իրավիճակը, որ արդեն այդ ճամբարները ձևավորվում են եւ որքան այդ ճամբարները եւ շատ վատ էր, որ Փաշինյանը հայտնվեց այն ճամբարում, որովհետեւ Վենեսուելան, Չինաստանը, այո, շատ վատ էր, որովհետեւ իրականում սա խորանալու է։ Չնայած որոշ մեգադախլչիների ուրեմն ցանկություններին Հայաստան, որ կարծում են, որ Փաշինյանը Հայաստանի շահից է գնում եւ այսպես մի հատ էլի հարցազրույցներ են տալի, ես այդտեղ խորհուրդ եմ տալի, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը ասում է իր շահերն ունի, ես այդտեղ խորհուրդ եմ տալիս ասել ավելի ազնիվ կլինի ասել Հայաստանի Հանրապետությունը իմ շահերն ունի։ Այդ մեգադախլչիները այդպես պետք է ասեն, էլի, այդ բիզնես էլիտա կոչված որոշ մարդիկ այդպես, հա։ Պետք է ասեն Հայաստանի Հանրապետությունը իմ շահերն ունի, դրա համար մենք գնում ենք մասնակցել Մոսկվայում։ Իրականում դա ավելի անկեղծ կլինի, քան որ ասում են Հայաստանի Հանրապետությունը։ Այո։ Եվ այս իմաստով մենք պետք է հասկանանք, որ այդ ճամբարները արդեն ձևավորվում են, եւ Ալիևը շատ խորամանկ քայլ արեց վերջի պահին դեմ տվեց Հայաստանին եւ տեսնենք զարգացումներին վաղը արդեն ուշշկերտ լինի, բայց վաղ կներկայացնեմ հետարքիր մի բան, ուրեմն ընդհանրապես ներքին քաղաքականության հետ կապված եւ այլն զրուցել են Կարմեն Հովհաննիսյանի հետ, քաղաքական վերլուծաբան, իր տեսակետը կներկայացնեմ ներքին վերջին զարգացումների հետ կապված։ Այո, հարգելի հեռուստադիտողներ, որովհետեւ վաղը ուրբաթ է եւ պարոն Չիբուխչյանը իր YouTube-յան ալիքով են ներկայանում, այդպես էլ կլինի վաղը, իսկ մենք ձեզ հետ դարձյալ ուղիղ եթերում հանդիպելու հնարավորություն ունենք վաղը։ Այսօր ասում ենք ձեզ ցտեսություն եւ հաճելի երեկո ենք մաղթում։